Ամեն անգամ այսպիսի տեսանյութ հրապարակելուց հետո փոշիանում է Փաշինյանի վարկանիշը, վառելով նրա սիրտը։ Սոցիոլոգները վստահեցնում են, ամեն շաբաթ կիրակի ուրախ ավտոբուսով շրջող Փաշինյանի սովորական տղակերպարը շատերի նյարդերին է ազդում։ Հասարակության մեծ մասը դա անցալում է որպես խեղկատակ։ Դա կարծես հասկացել են նաև ՔՊ-ում։ Փաշինյան այսօր հայտարարել է, թե Ռուբեն Ռուբինյանը վարչության նիստում խիստ հրահանգել է ավտոբուսում չպարել կամ պարել, բայց չհրապարակել։ Հրապարակորաթերթն էլ ավելի վաղ գրել էր, ՔՊ-ն որոշել է Երևանում չշրջել ավտոբուսով։ Պատճառը մայրաքաղաքում իշխող ուժի ցածր վարկանիշն է։ Բայց ՔՊ-ականները պատճառաբանելու են, թե Երևանի վարչական շրջանները շատ են ու բոլոր տեղերում չեն հասցնի լինել։ Երևանում գործող վարչապետի վարկանիշը 11 է, իրին ցույց է տալիս 15, մեր թվերով իրենք ունեն համապետական 16, իրին ցույց է տալիս 24։ IRI-ի միջազգային հանրապետական ինստիտուտի սոցհարցումների շուրջ սկանդալ էր եղել։ Ըստ մամուլի կազմակերպության սոցհարցումների արդյունքները, ըստ որոնց ՔՊ-ի վարկանիշը ցածր է, հետագայում խմբագրվել են լրիվ հակառակ պատկերը ներկայացնելով։ Ըստ սոցիոլոգի իշխանության միակ հաղթաթուղթը ընտրողների պասիվ մասնակցությունը կարող է լինել, հենց այդ ուղղությամբ էլ աշխատում են ՔՊ-ականները։ Իրենց ամբողջ ուժն ու եռանդը իրենք գործառնելու են նրա վրան, որ ընտրական ակտիվությունը լինի ցածր։ Երկրորդ ուղղությունը մարզերից ձայներ պոկելու քաղաքականությունն է։ Երևանում անիմաստ է, քանի որ Երևանը չափազանց ընդդիմադիր է, Երևանում իրենք պարտվելու են ու իրանց խնդիրը նա է, որ Երևանում պարտությունը իրանք բալանսավորեն գյուղերով։ Այդ պատճառով են ՔՊ-ականները համացանց ընկնում կուկուռուզ, բեռաշկի, սուջուխ, կարտոֆիլ ուտելով։ Իրենք փորձում են նույնականացնել իրենց սոցիալապես անապահով հատվածին, որ այդ ձևով իրենց ձայները ստանան։ Սոցիոլոգի վստահեցմամբ, եթե տարիներ առաջ այս տեխնոլոգիան կարող էր քվեներ բերել ՔՊ-ականներին, հիմա այն չի աշխատում, որովհետև մարդիկ գիտեն, 8 տարիների ընթացքում ՔՊ-ն չի լուծել անգամ իրենց ամենօրյա հացի խնդիրը։ Իրենց շարժառիթները եղել են կառուցվածքային փոփոխությունները տնտեսությունում, նրա համար, որ իրենք էլ կարողանան հաց ուտեն ու կոմունալ ծախսերը վճարեն ժամանակին։ Այն, որ այլևս չի խաբվում ժողովուրդը, անգամ Փաշինյանի թիմի նախընտրական տուրնեներն են վկայում։ Ավանեսյանը թող մոտենա մի հատ էլի։ Ավանեսյան, միլիարդներ է տանում քո Ավանեսյանը բրյատների մեջ է լցված։ Ֆերմայի տնտեսվարման ձևը պետքա փոխվի։ Պետքա կթելուց սկսած, որ հիմի երեխեն չի կարա գնա մանկապարտեզ ու նա պետք է մանկապարտեզ։ Տնտեսական խոստումներով այլևս մարդկանց ականջը չշոյող իշխանականները միակ ու անկրկնելի խոստում են մտածել՝ խաղաղություն։ Ըստ Պարոնյանի, խաղաղության փաշինյանական օրակարգին չի հավատում հարցվածների 95%-ը։ Հենց հիմա անում ենք որակային հարցումներ եւ Ալիևի նկատմամբ վստահությունը դուք կարող եք ինքներդ տեսնել, թե ինչ ամեն մեկը կարող է իր կողքը նայի ու տեսնի, որ Ալիևի նկատմամբ հայ հասարակությունը վստահություն չունի։ Այդ պատճառով է իշխանությունը նոր ծայրահեղության մեջ ընկել պնդելով, թե եթե իրենք չընտրվեն, պատերազմ է լինելու։ Իրանք ճարահացյալ մտել են անվտանգության օրակարգի մեջ, դրա համար սրտիկներ են ցույց տալիս եւ վախեցնում են, որ պատերազմ կլինի։ Սա բացարձակ չաշխատող ուրեմն ուղղություն է իրանց համար։ Որոշ տվյալներով Փաշինյանը գրեթե այնքան հակառեյտինգ ունի, որքան ռեյտինգ ուներ 2018-ին։ Լիլիթ Սարգսյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։